Բարի առավոտ ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Դե արդեն պարզ է երևում, որ սուրճ եմ պատրաստել, ուզում եմ գնամ մեր բակ, սուրճս խմեմ ու այնտեղ էլ ցույց տամ, թե որտեղ ենք հասել վերանորոգումը, ժողովուրդ ջան։ Պատրաստածս խմորեղենից հենց այսքանն է մնացել։ Հարգարներս, հիմա մի երկու կտոր վերցնեմ, սուրճի հետ գնամ դուրս։ Շատ համողրել է, շատ փուխր, այնքան փափուկ երել է իհարկե, ժողովուրդ ջան։ Մի կտոր կերել եմ, երեկոյան շատ փափուկ էր, շատ համով էր։ Դնենք այս քարի վրա, սուրճս էլ խառնենք։ Ծիտիկների ծլվլոցը սիրուն գալիս է ձենը։ Հարգելի հետևորդներ ջան, դե հələ խառը իրավիճակա, այսպես մեր բակում, նայեք, տեսեք այս ներքևի հատվածում քար ենք շարել, նայեք ինչքան լավ է ստացվել։ Հիմա ամուսինս ուզում է այս անկյունները երկաթներ դնի, երկաթներով վրան սպիտակացնի, ավելի գեղեցիկ կլինի, ավելի ակուրատնի կլինի ու սենց փոսիկներ էլ չի լինի երկաթներով դռան կողքերը, այստեղ նորից նույն ձևով, իսկ այդ վերևը լրիվ նորից սիպտակացնում ես, թե չէ, Հովիկ հլը, ընդհանուր, հա, այս անկյունը նորից, նայեք ինչ լավ այլ է, նորից քար են դրել, քարով սիրուն ամրացրել են, ծիտիկսը գնաց է տեղավորվել արդեն իրա ձագուկների կողքը, հարգելիներս ասեմ, որ արդեն տեղը գիտի ծիտիկը, ու սենց էլի, նայեք, գործ ընթացքի մեջ է, այս քարը սրանով է կտրում, այս գործիքով։ Հովիկ, այդ քարերը կարաս այս կողմն էլ դնես, այս բալկոնի, այս հատվածն է սիրուն կլնի սենց, հա, վրեն այս չի լինի, հա, բայց դա չի լինի, այդ քարերը դնենք, չի հերիքի էտին,
Բա փոքր չի, չափերը փոքր չի, ավելի։ Մեր ոյտրամից է վերում, մեր ոյել 30 ու վերջնում։ Ուրեմն արգելի հետևորդներ ջան, նայեք այս ներքևա մասն էլ շենքի այդ տակի հատվածը, այդտեղ էլ պետք է այս քարերից շարենք։ Ինչ քարեն ասում, հովիկ։ Հա, բազալտի քարեր, հա, պետք է այդտեղ էլ նորից շարենք։ Այսը վերևի բալկոնից վերջ հասնենք, իջնենք այդտեղ։ Այ, տեսեք, ինչ վիճակ է, ժողովուրդ ջան։ Հարգելիներս, կրկին թութ ենք քաղել, սա երևի վերջի թութն է, որ քաղել ենք։ Հենց այս քարերն էր էլի, որ այնտեղ խփել են։ Սա էլ թթից վեդրոներն ա լվացել եմ, հիմա բոլորը պետք է հավաքեմ, տանեմ, դնեմ նկուղ ժողովուրդ ջան, որովհետև արդեն վերջ։ Հարգելիներս, սուրճս խմեցի, վերջացրեցի, գնացի խանութ գնումների տան համար, գնումներ եմ արել, բանջարեղեն, հիմնականը բանջարեղեններ եմ գնել, մազերս էլ երեկոյան գնացել եմ, կտրել եմ ժողովուրդ ջան, հələ նայեք, շատ լավ այլ է, կտրվածքը ինձ դուր եկավ, նայեք, տեսեք, ինչքան լավ այլ է։ Բայց էլի սովորության համաձայն ժողովուրդ ջան, նորից մազերս միշտ այս ճակատային հատվածը միշտ պետք է այս սենց հավաքել, այս սենց, նամանավանդ խոհանոց մտնելուց չեմ կարողանում, որ այս ձև մտնեմ խոհանոց կամ նեղվում եմ ժողովուրդ ջան, չեմ կարողանում։ Լավ, հասնեմ գնումներին, ցույց տամ, թե ինչ եմ գնել, ճիշտ է, այդքան էլ շատ մեծ գնումներ չեմ արել, հիմնականը բանջարեղեններ եմ վերցրել ու մի երկու տեսակ էլ այդպես հավ, թև, հա, թևիկներ եմ վերցրել, հարգելիներս, այստեղ բդիկներ եմ վերցրել, ինչ է, հա, դրանից եմ վերցրել կոպչեմ, հարգելիներս, հա, լապշա է, տնական լապշա, էլի նորից Մելոգրանո ֆիրմայինն է, որ ես միշտ օգտվում եմ սրանից, երկու պաշկա դրանից եմ վերցրել եմ գազար, դե պամիդորը ասացի, պղպեղ եմ վերցրել, իդեպ ասեմ հարգելիներս ընդհանրապես այս բանջարեղենների գինը չի իջնում, ասեմ իչքան 600 դրամ վերցրել եմ, սմբուկը 500 դրամ վերցրել եմ, պղպեղը, ոչ մի գնային փոփոխություն չկա հարգելիներս, բարունգը վերցրել ենք 200 էր, 250, մեր հատ էլ խառը կանաչի եմ վերցրել, կանաչի բուկետ, ինչ կա մեջը մարզա, ռեհան, մաղադանոս, համեմ, դե համեմ արդեն համեմի նման էլ չի, նայեք, սամիտ մի երկու ճուղ, ու սող, այսքանը ժողովուրդ ջան, հա, մեկ էլ այնտեղ պաղպաղակներ եմ գնել, դրել եմ էդի սարցարանում, էսա գնումները, այդքան էլ շատ մեծ գնումներ չեմ արել, հարգելիներս հիմա հելնեմ,
Գնամ մի հատ տունը մաքրություն անեմ, հետո նոր մտնեմ խոհանոց։ Նայեք հարգելիներս, արդեն այդ անկյունային երկաթը դրած է։ Վրեներ ինչով եք անում հովիկ, էլի նորից ինչ է կոչվում, զամասկա, ասիկ զամասկա, նա։ Զամասկով էլ սիրուն հավասար ասնում է։ Երեխաների ձեն, հարևանիս երեխաներն են։ Առավոտից հելել են այս բակի մեջ, մենակ իրանց ձենն է։ Հարգելիներս, լավաշն է, նոր բերեցի դրսից, այս մեկը փաթաթեցի, անցնենք այս մյուսին, տեսեք իշնավայել է։ Հարգելիներս, մի սկուտերն էլ փոքր, այսպես փոքր երկաթի սկուտեղով որ արել էի, դեռ լավ չէր չորացել, դրա համար չբերեցի։ Շուռ եմ տվել, հանել եմ իրանց հելաֆոնից, թեքել եմ հակառակ կողմում։ Դա էլ այսօր կմնա, երևի մի 2 ժամ հետո մի թեթև ինքը կչորացնի արևը, նոր կբերեմ։ Լավ այլ է։ Նայել եմ սել ուտում է էկրանից այն կողմ, շատ հավանում է, բայց ասում է ինչի մամա թթու չի, որ ասում ենք թթու լավաշ, իրանք գիտեն թե պիտի բոլորը լինի թթու։ Էլեն ջան, էսի ծիրանի է, սրա մեջ շաքարավազ կա, բայց թթու լավաշ հաստատ կպատրաստեմ հարգելիներս հենց շլորով։ Հիմա ինչ եմ անում, այսպես նորից պետք է փաթաթեմ, այս նույնը թթվող հարգելիներս նոր կդնեմ սաղնարը։ Նախապես ես կասայով ջուր էի դրել հազար ջախին, պատրաստեմ լապշը։ Սոխ եմ լցնում, սխտոր եմ լցնում, հարգելիներս, սա հիմա պետք է բոլորը հարեմ հարիչով, որ պատրաստեմ սոուս, կարմիր սոուս։ Կանաչ պղպեղ եմ լցնում։ Մի փոքր նորից սոխ ավելացնել։
Տեսեք ինչ ստացանք։ Ձիթայերը լցրել եմ, հիմա ավելացնում եմ տոմատի մածուկ։ Անուշ բուրումա, այս սխտորի, սոխի, պղպեղի, հոտահարկելներից ես ինչ անուշա գալի։ Ու պատկերացրեք ինչքան համով կլինի այս համովության հետ։ Նորից լցնում եմ պղպեղ։ Մի փոքրել նորից աղ։ Հիմա թող մի քիչ էփի։ Լապշան լցնում եմ սոուսի, կարմիր սոուսի մեջ։ Նայեք, ժողովուրդ ջան, աչքայի մեջ նայում եք, ինքը թվում է թե շատ քիչ է, բայց որ էփում է, տեսեք ինչքան է շատացել, զանգված ավելի մեծացել է։ Սենց լցնելը ավելի ճիշտ է։ Այս լվասկի մեքենաս էլ որ աշխատում է հարգելներս, ինձ թվում է մեր տանը տրակտոր կա։ Դրա փոխելու ժամանակն էլ է, բայց չգիտեմ երբ պիտի փոխեմ, բայց պիտի անպայման փոխեմ։ Հələ նայեք ինչքան համով է, ինչ համով տեսք ունի։ Նայեք։ Թող մի քիչ էլ լապշայի հետ էփվի, հետո նոր կանջատենք։
Հարգելի հետևորդներ ջան, այսօրվա իմ պատրաստած կարմիր սոուսով լապշա։ Դե բույրի մասին խոսք չկա, ես ասացի հենց էփելու ընթացքում զգացի, որ շատ անուշ բույր էր գալու, դե համն էլ իհարկե կփորձեմ կադրից դուրս, բայց մինչև այդ Էլենս փորձեց, շատ հավանեց իհարկե, չնայած այն բանին, որ սող չի ուտում, հարգելիներս, բայց որ հարել էի, դուրը եկավ, կերավ, չէ Էլեն ջան։ Դժգոհ հայացքով ասում է, ահա, այսինքն դուրը չի եկել, հարգելիներս, բայց իրոք կատակն եկում, շատ լավ է ստացվել, ժողովուրդ ջան, համ տեսքն է շքեղ, համն էլ դե ուտեմ հիմա կադրից դուրս, հետո կասեմ, հարգելի հետևորդներ ջան։ Այսինչ անում են, ահա, ու համ տեսնում են։